Հերթական անգամ ձեր մասին, մեր շատ սիրելի կանայք, համաձայն եք թե չէ։ Հա, դուք մի ամսյակի ընթացքում ձեր ուզելով պիտի լինի, ձեր ասածով, էլի։ Յանին այս մյուս օրերին բանա տենց, հա։ Բայց մի ամսյակի ընթացքում հաստատ պետք է ձեր ուզելով ամեն ինչ ձեր, առհասարակ դուք սիրում եք, չէ՞ որ ամեն ինչ ձեր սրտով է լինում, սիրելի կանայք։ Այո։ Մեկ էլ սիրում եք, որ վերջինը դուք եք ասում, չէ՞։ Այո։ Կենասները կասանում, էլի չեք սիրում եք իշխել, էլի մի խոսքով, մի բառով ասած, սիրում եք, ինքնով ծապ տվեց իշխելու վրա, այո, սիրում եք իշխել, դե իշխելը այդ կնոջ իշխելու հատկությունը դե փոքրուց գալիս է, մենք փոքր տղա երեխա է, որ մեծանում ենք այդ մամայական խիստ իշխողական դասյարակչամիջոցներին արդեն դեռ մանկուց ծանոթանում, որ մաման դեդ բան, դեդ իմանավ, այ մաման չիմանա հանկարծ, մամայից վախենալ, ինչ ելնում էր մենակ մաման չիմանա, հիշում եք, տղաներ հատկապես, ով ուզում է իմանա աշխարհի վրա, մաման չիմանա հանկարծ, դες փոքր ժամանակից մենք կաբլուկի տակ ենք մտնում, ես հասկացել եմ, որովհետև տղա երեխան մամայի հետ ավելի մոտիկ է, տղա երեխան մամային ավելի շատ է սիրում, տղա երեխան մամային ավելի նման է, տղեն մամայից է շատ վախում, պապայից ինչ վախենաս, անկեղծ, պապան ինչ արե որ վախենաս, Հələ եկեք անկեղծ խոսենք, պապայից ինչ կա վախենալու, պապայիդ ավտարից հետնել է, էլի մաման տենց արհեստական բարձացնում, յանի պապատ, ոյ, պապատ, որ իմացավ, պապատ, որ ես եկավ, սպասի հեսա որ հերդ գա, որ գա, էլի, վստահ չի որ գալու է, բայց ասում եմ, հեսա հենց հերդ գա, դու տես, հույ, ինքը իր այդ բաժինը ավարտել է, սպասում է մի հատ էլ պաստա պապային, Հենց պապան գալիս է գործից հոգնած, բան սկսում է ֆիտը տալ, հիշում եք շիրակալը, այսօր լակոտըց, հերնել դար ոչիման չի ուզում լսի, հոգնած եկել է, էլի այսօր լակոտըտ երկուս է ստացել, պապան երկուս է հելի, բայց չի էլ կարա չջղայնանա, որտև կինը ուզում է ջղայնանա, այսօր լակոտըտ երկուս է, ստից պապան, Թեթև գրմռում է, որ երկուսի էլ սրտը ունի, համ երեխուն չի ուզում սատկացնի, համ չի ուզում կնոջը հակառակվի, բայց մամային դա ձեռ չի տալի, շարունակում է, մինչև իրիկում վայ 7-ն էլ տուն չի եկել, լակոտների հետ ես ում հետ զորն